Պարոն Վարդանյան, ես էլ պիտի երկրորդեմ պարոն Մինասյանին, ափսոսում եմ, որ դուք եք ներկայացնում, բայց այնուամենայնիվ հարցերը պիտի հնչեցնենք։ Ես ուզում եմ հասկանալ անկեղծորեն, դուք ասում եք պետություն պետության ներսում, այդ երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում։ Այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը Էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է իր ձևերով, այդ ժամանակ հասկացաք։ Առաջին ասում եք կանխարգելիչ գործողություններ, ազգային անվտանգություն, սպառնալիքներ եւ սպառողների իրավունքներ։ Ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել։ 2024 թվականի պլանը հաստատվել է, գործունեությունը իրականացվել է ՀԵՑ-ի կողմից, վերահսկողությունը իրականացվել է հանձնաժողովի կողմից, հանրային ծառայությունները կարգավորող, որևէ խնդիր չի առաջացել։ 25 թվականի պլանը հաստատվել է ձեռքսեղմումով, ամեն ինչ նորմալ է եղել։ Էս ինչ տեղի ունեցավ այս ընթացքում, որ հիշեցիք, որ հայ ՀԵՑ-ը շատ խախտումներով է աշխատում։ Շորտ եք ինչն է հետաքրքիր։ Զարմանալիորեն նախագծում հələ ՀԵՑ-ի մասին բան գրված չի։ Նախագիծը մի բանի մասին է՝ տալ հնարավորություն խախտումների արկայության պարագայում օպերատիվ միջամտություն իրականացնել։ Ժամանակավոր օպերատիվ միջամտություն։ Նախատեսվել է օրինակ եթե նախատեսում է հնարավորություն օրինակ օտարելու այս կամ այն ընկերության բաժնետոմսերով պետություն ունենա ձեռքբերման նախապատվության իրավունք։ Վատ է, որ դա նախատեսում ենք։ Հիմա կապել Սամվել Կարապետյանի այդ հայտարարության հետ, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չի։ Որ ժամանակավրեպ է, միանշանակ, այո, համաձայն եմ։ Ընդհանրապես քրիտիկական ենթակառուցվածքները, ել չեմ ուզում ասեմ գույք պարտքի դիմաց, որ հանձնում ենք հատ առ հատ, ձևակերպելով դա որպես օտարերկրյա ներդրում, այն էլ հարցականներ իշկանով օտարերկրյա ներդրում էր։ Այստեղ, այո, հարցեր կար եւ այդ հարցերը ոչ այնքան ինձ է, այդքան որքան բոլորիս, որովհետեւ հասկանալի պետք է լիներ, որ դու եթե ամբողջ քո ինֆրաստրուկտուրան տալիս ես ուրիշին, քո պետության ինքնիշխանության որոշակի սահմանափակումներ այդուհանդերձ թույլ ես տալիս։ Արձագանք։ Պարոն Վարդանյան, եկեք արձանագրենք, որ ոչ միայն ժամանակավրեպ նախագիծ եք բերել, այլև վատ նախագիծ։ Եվ դա կառավարության տեսակետն է։ Կառավարությունը գրել է, որ թերի է, լրամշակման կարիք ունի։ Հիմա այդ թերի նախագիծը այսքան հապշտապ բերելու, զեկուցելու, անցկացնելու իմաստը, քաղաքական, իրական նպատակը, ազնվորեն ասեք որն է։ Սա առաջին։ Երկրորդ, բարձրավոր էլեկտրական ցանցերը, որ պետական կառավարման ներքո են, 10 տարուց ավել որևէ բան չի արվել Հայաստան, Իրան, Հայաստան, Վրաստան էլեկտրականների կառուցման ուղղությամբ։ Այսինքն ձեր համար լավ կառավարումը սա է, երբ որ ինչ խոստացվել է, չի արվել, դուք 8 տարվա պատասխանատուն եք։ Հիմա եկել եք ասում եք, չէ, բայց ամեն դեպքում ՀԵՑ-ը որ լավ չի աշխատում, մենք միջամտելու հնարավորություն ունենք։ Բա որ միջամտելու հնարավորության մասին եք խոսում, բա միջամտեք, թող այդ էլեկտրականները կառուցվեն, որոնք մեր համար ռազմավարական նշանակություն ունեն։ Չեք արել։ Համ չեք արել, համ վատ նախագիծ եք վերել, համ էլ ասում եք, դե չէ, մենք լավ ենք անում, պիտի անցկացնենք։ Ազնիվ չի, պարոն Վարդանյան։ Շնորհակալություն։ Ես երբեք չեմ ասում, բանա, պիտի անցկացնենք։ Յուրաքանչյուրը գտնում է այստեղ սահմանադրության հիման վրա տված երթման տակ եւ առաջնորդում է սեփական խղճով։ Ուզում եք քվեարկեք, ուզում եք մի քվեարկեք։ Սա մեկ։ Եվ բարձրավոր չեք քվեարկում։ Եկա, ինչ էլ ասեմ, ձեր դիրքորոշումը չի փոխվելու։ Ինթոմաս, ոչ խմբակցության դիրքորոշումը։ Բայց որ ասում եք կառավարությունը ասել է վատ նախագիծ է եւ առաջարկել է լրամշակել, կներեք, եւ որ մի նախագիծը առաջինից երկրորդ չի լրամշակում։ Ու կներեք այն որ նախագծի մեջ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվել եւ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դա պետք է արվի, դա նաեւ համատեղ ենք խոսացել։ Մի քանի առաջարկել կզարմանաք, ես էլ եմ ներկայացել, հեսա կտեսնեք նիստին հետ գաք եւ սիրով դրանք կներկայացնեմ, որտեղ այո, յուրաքանչյուր նախագիծ դրա համար երկու ընթերցում է նախատեսում, որպեսզի եւ падգամավորները հնարավորություն ունենան առաջարկներ ներկայացնեն եւ ի հայտ եկած բոլոր խոչընդոտները կարողանանք վերացնել։ Նախագիծը լրամշակվելու է, այո, եւ կառավարության դիրքորոշումն էլ կառավարության ներկայացուցիչը կհնչեցնի, կլսենք։